Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում Աբովյան թեմն եւ ես Արման Աբովյանը։ Այն իրավիճակը, որը ձևավորվել է ներհայկական դաշտում, քաղաքական դաշտի մասին է խոսքը գնում, թելադրում է բավականին ուշադիր ուսումնասիրել այն հիմնական տեսլականները, նարատիվները, ստրատեգիաները, որոնք կիրառվում են այսօր այս կամ այն քաղաքական ուժի կամ այն քաղաքական գործի կողմից։ Գիտեք, անկեղծ ասեմ, ինձ համար միշտ առաջնայինը եղել է հետևյալը. երբ որ հնչեցվում է խնդիրը, պետք է հնչեցվի նաև լուծումը, որքան էլ այդ լուծումը լինի վիճելի, բայց եթե դու խնդիր ես հնչեցնում եւ լուծումը չկա, ըստ էության կամ չես հնչեցնում, ապա դա թող ինձ ներեն, դեմագոգիկ կամ դեմագոգիայի դաշտի մեջ է։ Այսօրվա մեր ոդկասթի համահեղինակը այն մարդկանցից է, ով խնդիրը հնչեցնելուց զատ միշտ հնչեցնում է լուծումների տեսլականը։ Այլ խոսք, որ օրինակ ոմանց համար դա անընդունելի է կամ ոմանք ինչ-որ դիսկուրսի մեջ են մտնում, կարծում եմ դա է նպատակը մեր այսօրվա համահեղինակի, միշտ դիսկուրս գեներացնել, այսինքն վերջնական տենց գիտեք բյուրեղացված ինչ-որ լուծում չտալն, այլ հենց դիսկուրս։ Դե ինչ, ինտրիգը երկար չձգեմ, այսօր հայակվե ազգային շարժման համակարգող, այսպես ասեմ, ճիշտ ասած ոնց որ խառնեցի, չպետք է ասեի ազգային նորմալ է, ավետիքն է Չալաբյան։ Բարև ձեզ, պարոն Չալաբյան։ Բարև ձեզ, պարոն Աբովյան, ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, դե ինչպես դուք լարվածությունը, այո, լարվածությունը գնում է, բայց հուսամ, որ պոզիտիվ լարվածություն է այն առումով, որ լարվածությունը չբերի նեգատիվ ասենց մտքերի, ասենց աշխարհանկալման։ Եկեք նպատակ դնենք այսօր մեր ռադիոլսողներին միայն դրականը փոխանցել։ Փորձենք, պարոն Չալաբյան, եւ այսպես Ձեր քաղաքական եւ ձեր ուժի քաղաքական գործընթացների մասին մենք այսօր անպայման իհարկե կզրուցենք, եթե ժամանակ մնա։ Ես կցանկանայի, որ մենք սկսենք ըստիս հետաքրքիր թեմայից, որը դուք գեներացրել եք վերջին ժամանակահատվածում։ Եվ այսպես, անվտանգային համակարգ։ Դուք մի մեծ ստրատեգիա եք ներկայացրել, որը ես կանվանեմ որոշակի քայլերի համակարգ, որը պետք է բերի խաղաղությանը կամ իրական ստաբիլ, ասենց ասեմ, կայուն, նույնիսկ խաղաղությունը չի, այլ որոշակի ճարտարապետության, անվտանգության։ Եթե կարելի է երկու բառով ներկայացնենք ու անցնենք առաջ մի հատ քննարկել։ Ես նախ դրա այսպես ասած նախապատմությունը ձեզ ասեմ, որովհետև ինքնին նախապատմությունը շատ բանի մասին է խոսում։ Տեսեք, Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը, որը այսօր պաշտոնապես գործող փաստաթուղթ է, եւ օրինակ դուք կարող եք դա Արլիսում գտնել, ընդունվել է 2007 թվականին։ Նախագահ Քոչարյանի նախագահության օրոք, Եվ դրանից հետո մի անգամ ա եղել թարմացման փորձ 2020 թվականին մշակվել է նոր ազգային անվտանգության ռազմավարություն, որը հրապարակվել է, սակայն չի ընդունվել կառավարության կողմից։ Իսկ չի ընդունվել շատ պարզ պատճառով, որովհետև 2020 թվականի ամառը հրապարակվել է, դրվել է քննարկման, սկսվել է 44 օրյա պատերազմը, տարածության 1.5 ամիս հետո, եւ այն ամեն ինչ որ եղել է այդ ռազմավարության մեջ, պարզվել է, որ հնացած է ուղղակի եւ իրատեսական էլ չի։ Եվ մենք ունեցել ենք արդեն 44 օրվա պատերազմից հետո նոր իրողություն, նոր ստատուս կո մեր համար ծայրահեղ անբարենպաստ, եւ այդ անբարենպաստ ստատուս կո շարունակվել է փոխվել։ Ավելի ու ավելի անբարենպաստ դառնալով, մինչև 2023 թվականին դա հանգեցրել է Արցախի բռնազավթման Ադրբեջանի կողմից եւ հայտարարմանը։ Եվ դրանից հետո տարածում մենք այս ամբողջ ընթացքում ապրում ենք առանց ռազմավարություն։ Հիմա տեսեք, մենք գիտակցում ենք այդ ամենը եւ 2024 թվականից ի վեր մտածում ենք նրա մասին, որ այնուամենայնիվ երկիրը պետք է այդպիսի ռազմավարություն ունենա։ Խնդիրը նրանում է, որ այս իշխանությունը դրան ընդունակ չի։ Իսկ այս իշխանությունը դրան ընդունակ չի, որովհետեւ չի կարողանում մի շարք կարևորագույն հարցերում հայեցակարգային մոտեցումներ որդեգրել։ Իրավիճակը հարափոփող է, իրանք ըստ էության պարտավորություններ ունեն այստեղ այնտեղ տված եւ այլն չեն կարողանում կողմնորոշվել։ Պարզ բանից մեկը, որ դες ասեմ, չեն կարողանում կողմնորոշվել Հայաստանին հիմնական սպառնալիքը որտեղից է գալիս։ Որն է Հայաստանի հիմնական սպառնալիքը։ Դուք վերցնեք 2007 թվականի ռազմավարությունը, դա հստակ է, որ Հայաստանի հիմնական սպառնալիքը դա Ադրբեջանի ցավալապաշտությունն է, Թուրքիայի ռևիզիոնիզմն է եւ այլն եւ այլն։ Հիմա ինչ ըստայության չի փոխվել, եկեք ֆիքսենք։ Չէ, իհարկե չի փոխվել, հենց այդ է խնդիրը, բայց սրանք չեն կարողանում
հստակեցնել։ Հիմա ինչ որոշեցինք մենք անել ի վերջո 2025 թվականին մենք կարողացանք հավաքագրել փորձագետների զգալի մասին, որոնք 2020 թվականին նախորդ ռազմավարությունն էին կազմել եւ ունեն փորձագիտական համապատասխան խորություն, մասնագիտական փորձառություն եւ այլն, եւ սկսեցինք մշակել ազգային անվտանգության հայեցակարգը։ Հատուկ ուզում եմ նշեմ, այն ինչ որ մենք մշակել ենք, հայեցակարգ է, ոչ թե ռազմավարություն։ Եվ մեր ունկնդիրների համար բացատրեմ ռազմավարության եւ հայեցակարգի տարբերությունը։ Հայեցակարգը իր մեջ ունի հիմնական գաղափարները, հիմնական մոտեցումները։ Ռազմավարությունը նաեւ ընդգրկում է այդ գաղափարների մոտեցումների իրականացման մեխանիզմները։ Ժամանակացույցը, ռեսուրսները, նա ավելի կիրառական է, նրա մեջ կարող են գաղտնի բաժիններ լինել, նրա մեջ արդեն եւ ընդհանրապես ասած, որովհետեւ դուք ռազմավարություն կազմեք ազգային անվտանգության, դուք պետք է իշխանության ամբողջ ծավալին տիրապետեք։ Այլապես դուք չեք իմանա, ասենք ձեր երկրի տարաբնույթ գաղտնի տվյալների մասին, որովհետեւ այդ ռազմավարությունը լինի համապատասխանաբար ճիշտ ինֆորմացված։ Դրա համար հատուկ ուզում եմ շեշտեմ, մենք ռազմավարություն չենք կազմել։ Ես ինքս լինելով ռազմավարությունների մշակման մասնագետ, ուզում եմ հստակ տարաբաժանեմ իրենց։ Մեր մշակածը հայեցակարգ է։ Պարզապես քանի որ նա բավական ծավալուն եւ համակարգային է, մարդկանց վրա նա ռազմավարության տպավորություն է թողել։ Իրականում մենք այդ հաջորդ փուլն էլ պետք է անենք եւ հայտարարել ենք մեր շնորհանդեսի ժամանակ, որ իշխանափոխությունից հետո նոր իշխանությունը կստանա մեր հայեցակարգը, մեր ամբողջ նաեւ մասնագիտական եւ նաեւ քաղաքական աջակցությունը, որպեսզի այդ ռազմավարությունը, այդ ներողություն հայեցակարգը ընդունելով որպես մեկնակետ մշակվի նոր ռազմավարություն։ Ես մի բան էլ ավելացնեմ, մինչեւ դուք շարունակեք, հա։ Այն երկրները աշխարհում, որոնք անվտանգությանը լուրջ են վերաբերվում, ի տարբերություն ասենք Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանության, հա, որոնք լուրջ են վերաբերվում, 2-3 տարին մեկ թարմացնում են իրենց ազգային անվտանգության ռազմավարությունը։ Շատ բարձ պատճառով, որովհետեւ այն գործոնները, որոնք պայմանավորվում են այդ ռազմավարությունը, շատ արագ են փոփոխվում։ Տեխնոլոգիական առաջընթացը շատ արագ է տեղի ունենում։ Ռազմական տեխնոլոգիաները շատ արագ են փոփոխվում։ Ուկրաինական պատերազմը օրինակ, առաջի պատերազմը, որտեղ հիմնական կռվի գործիքը դրոններն են։ Մարդիկ իրար հետ կռվում են աշտում ոչ թե ավտոմատներով կամ հրետաններով, այլ դրոններով։ Եվ դա լրիվ նոր իրողություն է փոխ ստեղծել։ Եթե դու այդ իրողությունը չգիտակցես, դու չես կարող երկրի անվտանգությունը ապահովես։ Դրա համար լուրջ երկրները շատ մեծ հաճախականությամբ են թարմացնում իրենց ռազմավարությունը։ Մեր ռազմավարությունը արդեն 15 տարի է ներողություն 19 տարի է սեղանի վրա, որը բացարձակ անթույլատրելի է, իդեպ ցույց է տալիս նաև թե ինչու այս իշխանությունը այդքան անճար է եւ ի վերջո չի էլ կարողանում այդ անվտանգությունը ապահովել։ Այստեղ ռազմավարության եւ հայեցակարգի, այսինքն տեսլականի մասով մի հարց ես մի անգամից ընդգծեմ, ես հասկանում եմ, հա, զուտ, որի պաշտոն է եղել եմ падգամավոր, զբաղվել եմ դիվանագիտական աշխատանքով, բայց այնուամենայնիվ ռադիոլսողների համար, եթե կարելի է, հա, կարող եք ներկայացնել ինչով է կարևոր առհասարակ այդ ռազմավարությունը, մարդիկ անասում են չկա, հիմա մենք չգիտենք մեր թշնամին ով է, ոնց պետք է, պետք է անպայման շուտ թույլ գրվի, հա։ Ես հասկանում եմ, ներողություն եմ խնդրում։ Ահա, խնդրեմ։ Թղթի արկայությունն իրականում շատ կարևոր է, ընդհանրապես ասած հիշենք աստվածաշնչային հայտնի արտահայտությունը, որ ի սկզբանե բանն էր։ Այսինքն սկզբից միտքն է, հետո նոր գործողությունները։ Եթե ձեր գործողությունների հետևը միավորող միտք չի կանգնած, այդ գործողությունները ոչ մի նպատակի չեն կարող ծառայել։ Իրանք լինելու են ուշացած, իրանք լինելու են արձագանքող, ոչ թե նախաձեռնող, իրանք լինելու են իրար հակասող, թերի եւ այլն, հա։ Հենց այդ պատճառով է, որ ցանկացած լուրջ կառույց եւ ոչ միայն պետությունների մասին է խոսքը, ցանկացած լուրջ կորպորացիա, ընկերություն եւ այլն, ի սկզբանե իր գործողությունների հիմքում դնում է ռազմավարություն։ Ռազմավարությունը իրականացնելու ընթացքում կարող է փոփոխություններ կրել։ Բայց մի բան է դուք ունեք ռազմավարություն, դուք իրականացնում եք եւ ադապտացնում եք այդ ռազմավարությունը։ Մի բան է դուք ռազմավարություն չունեք, այդ դեպքում ձեր գործողությունները մեծ հաշվով պատական եւ ինտուիտիվ բնույթ են կրում եւ շատ հաճախ իդեպ շատ ված հաշվարկված։ Շատ ված հաշվարկված։ Դուք միջև չեք մտածել ձեր գործողության հետևանքը։ Եվ այդ գործողությունը բերում է ընդհակառակ, ասենք, ոչ թե սպասված արդյունքներին, այլ սպասվածից ուղիղ հակառակ արդյունքներին կարող է բերել։ Հենց դրա համար անհրաժեշտ ռազմավարություն։ Հիմա բարձ օրինակ ձեզ բերեմ։ Ենթադրենք, մենք խոսում ենք ինչի համար է պետք ռազմավարությունը, եթե մենք գիտենք որն է մեր թշնամին, նախ մենք չգիտենք որն է մեր թշնամին, այսինքն մենք գիտենք, ես ու դուք գիտենք թշնամին որն է, մեր իշխանությունը չգիտի որն է իր թշնամին։ Ինքը համարում է, որ իր թշնամին Ռուսաստանն է։ Ինքը գնում է եվրոպացիներին դիմում է, ասում է ինձ օգնություն ուղարկեք, որ այս ռուսների դեմ պայքարեմ։ Եվ այլն եւ այլն։ Եվ ընդհակառակը,
երբ որ Ադրբեջանը օրինակ հայտնվեց Իրանի կրակի տակ, կամ գուցե ոչ Իրանի, հա, հիշում եք որ Նախիջևանում ինչ-որ հարված եղավ։ Վարկյանական վազեցին սկսեցին Ադրբեջանին օգնել։ Ինչ եք Ադրբեջանին օգնում։ Այդ Ադրբեջանը իսկականից մեզ ընկերա դարել է ընթացքում, որ միանգամից վազեցիք սկսեցիք օգնել։ Օգնելը չեն, սենց աջակցություն այդնել, բան եւ այլն, զրույցեր եղել եւ այլն։ Շատ լավ օգնեցին։ Գիտեք, չէ՞ ինչ հիմնավորում են հետեւյալը, որ մեր հարևան երկիրն է, եթե ընդ լարվածություն լիներ, այդ լարվածությունը կարող է նաև մեր վրա ազդել, այսինքն որպես նորմալ process է ներկայացնում։ Զանգը ոչ մի բան դրական իմաստով չէր փոխելու, իսկ բացասական բան թողեց, հետևանք, որովհետև մեր Իրանի գործընկերները դա տենց էլ ընկալեցին։ Հիմա նայեք։ Առաջին իսկապես դու պետք է հասկանաս քո հիմնական սպառնալիքը որտեղից է գալիս։ Իսկ երկրորդը պետք է հասկանաս սպառնալիքի բնույթը։ Սպառնալիքի բնույթը։ Տեսեք, օրինակ Իրանյան, ես Իրանի, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների պատերազմը իմաստով շատ հետաքրքիր է, որովհետեւ երկու կողմն էլ ասիմետրիկ գործողություն են անում։ Սա դասական իմաստով, օրինակ մեր պատկերացրած 44 օրյա պատերազմը ռազմի դաշտում էր, չէ՞։ Այս ու այն կողմից տանկեր էին, համազարգային կայաններ էին, հրետաներ, հետևակեր եւ այլն։ Հիմա մտնեք այս պատերազմը։ Մի կողմից հիմնականում ավիացիա է։ Ավիացիա եւ այդ ավիացիայի կրող հարթակները, հա, ավիակիր նավեր, օդանավականներ եւ այլն։ Մյուս կողմից, ասենք, հիմնականում հրթիռային ռեսուրսներն են, Իրանը ավիացիա դրոններ երկու կողմից։ Հրթիռներ, դրոններ եւ այլն եւ այլն։ Հիմա ասիմետրիկ բանա Իսրայելը ծայրահեղ արդյունավետ օգտագործում է հետախուզական միջոցներ եւ թիրախային վերացնում է Իրանի բարձրագույն ղեկավարությունը։ Մենք խոսում ենք երեք պարզապես իրանց անվտանգության խորհրդի քարտուղարը Ալի Լարիջանի, այո։ Սպանվեց։ Այսինքն դա Իսրայելի մեթոդն է։ Ինչ արել Իրանը խփել է հիմնական նավթային ենթակառուցվածքին Պարսից ծովի եւ ըստ էության արգելափակել է Հորմուզի նեղուցով երթևեկությունը, հա։ Հիմա դրանք լրիվ տարբեր բնույթի, ասենք, բաներ են խնդիրներ։ Օրինակ Հորմուզի նեղուցի հետ կապված խնդիրը որն է, որ դրան Իրանին դրա համար ոչ թե պետք է շատ մեծ ռազմական ռեսուրս։ Նրան պետք է փոքր ենթադրենք բաներ, նավատոր, որը կարողանում է ականապատել դա, որը կարողանում է նաև աննավաստի նավատորն, որը հնարավորություն ունի գնալ, բախվել, պայթուններ առաջացնել, այսինքն անկայունություն ձևավորել։ Հիմա դուք հասկանում եք, որ ըստ էության սպառնալիքի բնույթը տվյալ դեպքում անկանխատեսելի էր, ասենք Միացյալ Նահանգները եկավ ոտը դրեց ծուղակի մեջ, հիմա Միացյալ Նահանգները դիմել է ՆԱՏՕ իր դաշնակից պետությունին, ասում են օգնեք Հորմուզի նեղուցում նավարկությունը բացենք, նրանք ասում են չէ, ախպերեցի մեր պատերազմը չի։ Սա հետարքիր էլի, որ առաջին անգամ ՆԱՏՕ-ն ըստ էության ընդդիմացել Միացյալ Նահանգների։ Չէ, բայց այս ամեն ինչ որ ես հիմա ձեզ ասում եմ, ցույց է տալի ինչ է նշանակում անվտանգության ռազմավարություն, այսինքն դու պետք է հասկանաս սպառնալիքի բնույթը որն է։ Սպառնալիքի բնույթը հրթիռ է, սպառնալիքի բնույթը հիշում եք, որ Լիբանանում Հեզբոլայի ձեռքերում փեյջերները պայթեցին, հիշում եք։ Մի քանի հազար մարդ ձեռքերից զրկվեց, աշկերից զրկվեց եւ այլն։ Սպառնալիքը չէ, ասենք։ Պետք է հասկանաս այդ սպառնալիքը որտեղից է գալիս։ Դե միշտ պետք է մտածես, որ սպառնալիքը դա բան է, ասենք։ Ենթադրենք տանկն է սպառնալիքը։ Տանկը կարող է 20 տարի հետո ընդհանրապես ռազմադաշտում տանկ չկիրառվի։ Կարող է հրետանել չկիրառվի։ Լրիվ ուրիշ ձևով Ալիևը հիշում եք, որ ասում էր բան։ Մենք Երևան ոչ թե տանկերով ենք մտնելու, այլ մեքենաներով, հիշում եք։ Այո։ Հիմա որ փորձեք վերլուծել իր ասացի տրամաբանությունը, ինքը ասում է հետեւյալը. մենք կբարոյալոքենք հայ ազգին, մենք կարողանանք մեր պարտադրանքը դնենք իր կողմից ընտրված իշխանության վրա, ու դրանից հետո մեզ պետք չի ոչ մի սպառազինություն, մենք ուղղակի քայլելով կամ ղեկին նստած քշելով կգան կմտնենք Երևան։ Եվ ըստ էության ներողություն, եւ ըստ էության այն թեզերը, որ տեսեք սահմանին չեն կրակում, իրենք չեմ ասի անհեթեթություն են, բայց իրենք այլ տեսանկյունից են դիտարկում, դե հիմա որ սահմանին չեն կրակի, փաստացի առանց կրակելու, հա, ինչ որ վտանգ կգեներացնեն։ Այո, երեքի դեպ ես սահմանին էի հենց, Սոտկում էի գտնվում, եւ դիտարկում ենք նաեւ այն տեղամասը, որտեղ իրանք առաջ են եկել անցած տարին, ինչի մասին մեկ շաբաթ առաջ խոսեց Արման Թաթոյանը։ Շատ կոնկրետ հատվածում առաջ են եկել եւ մտել են այսպես կոչված նախկին չեզոք զոնա եւ վերահսկողություն են հաստատել կարևոր դիրքերից մեկը գնացող մեր ռազմավարական ճանապարհի վրա։ Դա դիրքը թեև շրջափակման մեջ չի, բայց հիմնական մատակարարման ճանապարհը կդրել են։ Արել են անցյալ տարի։ Չեն կրակել, իսկապես չեն կրակել։ Օգտվել են մեր այսպես ասած թափթփված վիճակից, ուղղակի առաջ են եկել, մի 200 մետր առաջ են եկել, ճանապարհը փակել են։ Եվ դա նորից կրկնեմ ցույց է տալի, որ դու պետք է իսկապես սպառնալիքները հստակ գիտակցես։ Մենք երբ որ նշել ենք բոլոր այն խնդիրները, որոնք համակարգային լուծումներ են պահանջում, եւ այսպես կոչված նպատակները, այդ նպատակներից միայն մեկը, իհարկե ամենամեծը, բայց միայն մեկն է, որ պաշտպանական է, զուտ պաշտպանական է։
Սա խնդիր կա օրինակ կրթական համակարգի որակը բարձրացնելու, որովհետև Սա էլ է դիտարկում, հա, բնական, օրինակ տեսեք, մի քանի օրինակի վրա բերեմ։ Կրթական համակարգի որակը բարձրացնել, ինչի, որովհետև ինչքան ավելի կրթված է քո հասարակությունը, այնքան ավելի բարդ խնդիրներ ենք կարողանում լուծել։ Այնքան ավելի լուրջ կարող է ինքը զբաղվել այդ անվտանգության մարտահրավերներին դիմագրավելու։ Ինչքան ավելի քիչ է կրթված, այնքան իրան ավելի հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել։ Այնքան ինքը ավելի խոցելի է ըստեյության դրսից եկող կիբեր վտանգների նկատմամբ, դրսից եկող ռոպագանդայի նկատմամբ, իրան ավելի հեշտ է խաբել եւ այլն։ Այսինքն կրթությունը լուրջ խնդիր է։ Նույն կերպ օրինակ, սրանից մոտ 20 տարի առաջ հայկական սփյուռքը լուրջ ռեսուրս էր, որովհետեւ ուժային կենտրոններում նա կարողանում էր Հայաստանի լոբիստական ուժ պրոյեկտել։ 2003 թվականին, երբ որ Իլհամ Ալիևը եկավ իշխանության, հորը հաջորդելով, հա, ինքը ըստ էության շատ լուրջ վերլուծեց այդ հարցը, որ Հայաստանը միայն այն Հայաստանը չի, որ այս սահմաններում է, այլ ամբողջ հայկական աշխարհն է, որում կան տարբեր ուժային կենտրոններ, որոնք լուրջ խնդիրներ են կարողանում լուծել, Վաշինգտոնում, Փարիզում, Մոսկվայում, Բրյուսելում եւ այլն։ Եվ որոշեց հենց դրանց հակազդել։ Ինքը բոլոր այդ կենտրոններում թեև չուներ ադրբեջանական բաներ, սփյուռքեր բացառությամբ Մոսկվայի, բայց փողով առավ լոբիստական կառույցներ, որոնք սկսեցին պայքարել հայկական լոբիստական կառույցների դեմ։ Անդրոն մեծ ռեսուրսներ դրեց դրա մեջ։ Եվ կարողացավ այդ հայկական լոբիստական գերազանցությունը կոտրել։ Հասկանում եք, հիմա մեր խնդիրներից մեկը նրանում է, որ մենք նորից վերադարձնենք հայկական լոբիստական գերազանցությունը, որ մենք Վաշինգտոնում հարց լուծող լինենք, ոնց որ իրաներն են Վաշինգտոնում հարց լուծող։ Իսկ դա իրատեսական է։ Իհարկե իրատեսական է, եթե դու դրա վրա կենտրոնանում ես։ Եթե դու դրա վրա եթե քո իշխանությունը այնտեղ ներկայացված իր դեսպաններով անընդհատ աշխատում է քո սեփական լոբիստական կազմակերպությունների դեմ, ինչպես վերջերս պարզվեց, որ հայ դատի գրասենյակի դեմ աշխատում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Լոբիստական կազմակերպությունը վարձել, որը պետք է աշխատի ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի դեմ, այլ հայ դատի գրասենյակի դեմ։ Պատկերացրեք, ոնց կարող ես ինչ-որ բանի հասնել։ Ոնց կարող ես ինչ-որ բանի հասնես։ Բացվեց չէ, պարզվեց դա։ Դու կարող ես ինչ-որ բանի հասնես մենակ այն դեպքում, երբ որ բոլոր հայկական կառույցները ներսում կարող են իրար հետ վիճել, բանանել, հայել, նույնիսկ իրար ծծել, բայց դուրսը ընդհանուր թշնամու դեմ դրանք բոլորը ձեր աշխատ պետք է աշխատեն։ Ուրիշ ձև չկա, այլապես դու քո ուժերը ջլատում ես։ Դուք պատկերացեք, Արման ջան, հիմա տեսեք, ես ու դուք ենք, չէ։ Մի տարբերակը մենք իրար հետ միասին աշխատում ենք թշնամու դեմ։ Մի տարբերակը մենք մեր սաղ ժամանակը ծախսում ենք իրար դեմ, իսկ թշնամին այդ դեպքում մեր երկուսի գլուխներ գալու է կտրի հանգիստ, որտեղ մենք իրար դեմ ոչ մի բան չենք անում։ Տրամաբանական է, այո։ Ու տենց ես կարող եմ էլի տենց իլյուստրացիաներ անել, որպեսզի մենք հասկանանք ընդհանրապես ասած հայեցակարգը ինչ ընդգրկում ունի եւ ինչ խնդիրների վրա է կենտրոնանում։ Տեսեք, հայեցակարգում նշեցիք երկու կետ՝ կրթություն, որը ըստ էության ռազմավարական առումով բավականին երկար, ասենք ասենք տրենդի, հա, տրենդ անվանենք։ Երկար տրենդի արդյունքում պետք է գա եւ հասարակությունը կոպիտ ասած հա դարձնի ավելի դիմակայուն, բայց եթե ես չեմ սխալվում, նույն ռազմավարության, ես ընդգծում եմ ռազմավարության հիմքում եւ ԵՄ-ի ռազմավարության մեջ էլ էի կարդացել կրթության մասին իրենց կարևորագույն է դրույթը, որ կրթությունը պետք է լինի, ենք բավականին լուրջ փող դրեցին իրենց ԵՄ-ն, բայց իրենք ասում են, որ կրթությունը ստրատեգիկ առումով իր էֆեկտը տալու է 15-20 տարի հետո, մոտավորապես։ Ու 10-20։ Նայած ինչ է։ Հիմա տեսեք, եթե մենք վերցնենք խնդիրները այսօրվա լուծման, այնինչ դուք ասում եք, ես մի անգամայն ասեմ, ոչ թե կիսում եմ, դա ոնց որ կանգնենք ասենք մածունը սպիտակ է, հա, սպիտակ է, իհարկե Թուրքիան, Ադրբեջանը սպառնում են, չեն թաքցնում, ասեմ ավելին արևմտյան Ադրբեջան դոկտրինը, Ադրբեջանում պետակ, ես ընդգծում եմ պետական դոկտրինը, հա, ինքը Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման է միտված։ Հիմա եթե վերցնենք կարճաժամկետ առումով, հա, հրատապ առումով, որ կետը դուք առանձնացնեք ռազմավարության մեջ անվտանգային, որ պետք է հենց, չեմ ասում այսօր նույնիսկ 3 պետք է իրականացվեր։ Գալի քննադատական խոսքից պարզապես հասկանանք։ Հասկանալի է։ Տեսեք, ցանկացած ռազմավարություն իր մեջ ունի ժամանակային հորիզոններ։ Այո։ Կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ։ Այո, երկարաժամկետները կարող են 10-15 տարվա հեռանկար ունենալ, միջնաժամկետները մի քանի տարվա, 2-3 մինչեւ 5։ Կարճաժամկետները դա այն խնդիրներն են, որոնք դու պետք է լուծես առաջի 1 տարվա ընթացքում, հա։ Հիմա կարճաժամկետ խնդիրները որպես կանոն դա
պայմանականորեն ասած են ցածր կախված միրգն է, որը կարաս հեշտ փոկես, որովհետև ցանկացած բան, որը պիտի դժվար փոկես, ավելի երկար ժամանակ է պահանջում տրամաբանուն։ Հիմա ի՞նչն է, որ արտակուստ ամենայն դեպս կարելի է արագ անել։ Մի քանի օրինակ ձեզ ասեմ։ Երբ որ 23 թվականին Ադրբեջանը բռնազավթեց Արցախը, Արցախի պաշտպանության բանակը եւ մյուս ռազմական ստորաբաժանումները Արցախում եղած առաջին հերթին անվտանգության ծառայության, ազգային անվտանգության ծառայության հատուկ ստորաբաժանումները դրանք կազմալուծվեցին։ Մարդիկ զենքը հանձնեցին, ջարդեցին, թաղեցին եւ այլն, եւ պայմանական թիվ եմ ասում, ճշգրիտ թիվը ցանկություն չունեմ նշելու, էլի եթերում։ Պայմանականորեն ասած 10-ից 15000 լավագույն մարտիկներ անցան Հայաստան։ Անձեն, հա? Անձեն, բայց ոչ թե առանց փորձառության։ Այդ բոլոր մարդիկ մեր ամենափորձառու զինվորականներն են, հա, որոնք քանի հատ պատերազմ են տեսել, հա? Ինչ եղավ իրանց հետ։ Իրանց համար ստեղծվեցին բոլոր հնարավոր խոչընդոտները, որ իրանք ռազմական ծառայություն չվերադառնան։ Այն պայմաններում, երբ որ մեր բանակը ստեցան թեր լրացված է։ Դա ակնհայտ է, հա, դրա համար են ասենք ադրբեջանցիներին չեն այդքան հեշտ առաջ գալու, որովհետև դեմները մարդ չկա կանգնած։ Ի թիվս այլոց։ Դեմները մարդ չկա կանգնած, դիրքեր իրարից կիլոմետրներ հեռավորության վրա չի բավարարում ռեսուրսը։ Հիմա ամենապարզ խնդիրներից մեկը, որը պետք է լուծել եւ որը իրատեսական է լուծել, դա Արցախի զինվորականության այն մասին, որը պատրաստ կլինի Հայաստանի Հանրապետության ծառայել, որովհետև մի մասը հեռացել է, մի մասը խաղաղ մասնագիտություններով զբաղվում եւ այլն, բայց մի մասն ուզում է վերադառնալ ծառայություն։ Այդ մասին ծառայության վերադարձնել, ինչի որովհետև փորձված մարդիկ են, մարտական փորձ ունեն, կարողություն ունեն, կրված են, պետք է դու իրանց վերադարձնես ծառայություն, հա? Պարզ մեկ օրինակ եմ ասում։ Ուրիշ պարզ օրինակ ասեմ, որին անմիջականորեն առնչվել եմ ինքս։ Հայաստանում Փաշինյանի իշխանության օրոք ամեն տարի քրոնիկ ռազմարտունաբերական բյուջեն թերակատարվել է։ Անդրոմ գիտեք ինչ ձևով է թերակատարվել, ասենք X հատկացվել է, ծախսվել է 4 անգամ քիչ, ծախսվել է 5 անգամ քիչ, ծախսվել է։ Իսկ եթե հատկացվել է, տեսեք ես պրիմիտիվ հարց եմ տալի, եթե հատկացվել է, ինչի համար չծախսվել։ Նամանավանդ եթե նախագծեր կային բան, մշտապես դրա մասին խոսում են։ Շատ բարձ, մի կողմից ցանկություն չկա ծախսելու, եւ իրանք վերջում բան են անում, վերահատկացնում են ուրիշ նպատակների, բայց մյուս պատճառն էլ կա։ Այդ միջոցները առաջին հերթին պետք է դրվեն ռազմաարդյունաբերական մշակումների, այսպես կոչված R&D-ի վրա։ Գիտեք R&D-ն ինչ է։ Մշակումներ եւ հետազոտություններ, հա։ Պետք է դրվեն դրա վրա։ Իրանք տալիս տրվում են այն պայմաններով, որ այսպես ասած ստացող կողմը պայմանական են ընկերությունները, այն գիտահետազոտական ինստիտուտները եւ այլն, որոնք դա պետք է ստանան, ցանկություն չունեն այդ փողին ձեռ տալու։ Ինչու՞։ Որովհետեւ դրա այդ փողի հետևից քննիչ է գալի։ Քննիչ է գալի, ասում դուք այս փողը վատնել եք եւ այլն։ Իմ ընկերները հիմա անցնում են քրեական գործերով, այդ մարդկանց մեղադրում են, որ իրենք փողը վատնել են։ Երբ որ ի սկզբանե պետք է հասկանալ, գիտական հետազոտությունների վրա հատկացված փողը երբեք չի կարող երաշխավորված արդյունք բերել։ Դա ասֆալտի տված փող չի։ Ասֆալտին տված փողը 99%-ով երաշխավորված արդյունք կբերի։ Էլի մի տոկոս կա, որ կարող ռելիեֆը անսպասելի քեզ բան սյուրպրիզներ անի, հա, կամ քանդես պարզվի տակ ասենք խողովակաշարա, որը հաշվի չէր առել, պետքա լիացուցիչ փող ծախսես փոխելու։ Բայց այդ ասֆալտ չի, գիտական հետազոտությունը երաշխավորված արդյունք չեն տալի։ Կարող է 3 անգամ շատ ծախսես, կարող է 5 անգամ շատ ծախսես եւ այլն, էլի։ Հիմա ու շատ են այդ դեպքերը, երբ որ ասենք փողը հատկացվել է, հետևից եկել են սկսել են քրեական գործեր հարուցել, բան ընկերությունը ասում են, պետք չէ փողը մեզ, մենք մասնավոր ճանապարհներով կանենք։ Հիմա աշխարհի ռազմաարդյունաբերության առաջատարը Միացյալ Նահանգներն են։ Բոլորս դա գիտենք։ Միացյալ Նահանգներում ռազմական բյուջեն համարյա հասնում է 1 տրիլիոն դոլարի։ Համարյա հասնում է 1 տրիլիոն դոլարի, հա, ռազմական, ռազմաարդյունաբերական բոլորը միասին վերցած։ Այնտեղ վաղուց ստեղծված են մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս, որ պետությունը նախապես ընկերություններին, գիտական հաստատություններին ֆինանսավորի իրենց հետազոտությունները, նախապես պետությունը պահանջարկա ձևավորում, թե ինչ թեման է իր համար կարևոր, փող հատկացնում, նրանք ֆինանսավորում անում են բան, հետո արդեն ընկերությունները սկսում են ռազմական պլատֆորմներ ստեղծել դրա հիման վրա։ Իսկ եթե չի ստացվում, գալիս են իրանց հետևից։ Չէ, գիտեք ոնց է, չստացվելու երկու դեպք կա, կա վատնում ուղիղ, կանխամտածված վատնում։ Իսկ ասենք արել են, ենթադրենք ցանկալի արդյունք չի ստացվել, պետք է շարունակել անել եւ այլն, որտեղ նույնպես եմ ասում, դա գիտություն է։ Միացյալ Նահանգներում դատելով արդյունքներից եւ տեսնում եք, չէ, արդյունքները։ Այդ մարդիկ հաջողության են ասում, իրենց համակարգը թանկ է իհարկե, շատ թանկ է, իրանց ենթադրենք ցանկացած ռազմաարդյունաբերական արդյունք 2-3 անգամ ավելի թանկ է, քան օրինակ Ռուսաստանում կամ Չինաստանում։
որտեղ իրանք շատ են փող հատկացնում եւ բացի դրանից նրանց մոտ գների մակարդակն է բարձր ընդհանուր, հա, աշխատավարձների մակարդակն է բարձր եւ բայց արդյունքը տեսնում ենք մենք։ Այդ երկրի բանակը մարտական խնդիրները կարողանում է կատարել։ Փաստա, չէ՞։ Կարող ենք հակառակ ներողություն հակառակ, հա, օրինակ բերել իրանական ռազմաարդյունաբերությունը, որը գտնվում էր կատաղի ճնշման տակ, հա, վերջին 40-50 տարվա ընթացքում, բայց արի ու տես, որ այսօր նորարար, հա, տեխնոլոգիաների ոլորտում Իրանը առաջատարն է եւ զարմանալի է էլի ուղղակի։ Իրանց հրթիռային ծրագիրը ինձ պարզապես զարմացնում է։ Իրանական։ Այո, իրանական հրթիռային ծրագիրը ինչպես են հաջողացրել դա անել, ինչպես են դա անդորում հաջողացնել անել բոլորի աչքից հեռու, որովհետեւ ոչ մեկ միջև վերջ չհասկանա այս մարդիկ ինչ կարողություններ ունեն։ Եվ անընդհատ այնց անակնկալներ են մատուցում Իսրայելին, Միացյալ Նահանգներին եւ այլն, դա պարզապես շոկ է։ Իսկ իրանց անօթաչությունները, չէ՞, եթե վերցնենք։ Դուք հիշեք, որ երբ որ ուկրաինական պատերազմը սկսեց, Իրանը սկսեց անօթաչություններ մատակարարել Ռուսաստանը, որովհետեւ Ռուսաստանը չուներ այդ նույն տեխնոլոգիան։ Այս ամեն ինչը ցույց է տալի, թե նաեւ իսկապես վերադառնանք էլի ձեր հարցին, որտեղից է պետք սկսել։ Պետք է սկսել օրինակ նրանից, առաջ օրինակը ձեզ բերեցի, երկրորդ օրինակն եմ բերում։ Մեր ռազմաարդյունաբերական բյուջեի միջոցների հատկացումները պետք է պարզեցնել, պետք է գիտակցել իր հետ կապված անխուսափելի ռիսկային գործոնը։ Այսինքն, ասեցի անխուսափելի ռիսկային գործոնները, որ այդ միջոցները կարող է ծախսվեն, դուք ցանկալի արդյունքը միանգամից չստանաք, որովհետև դա գիտություն է։ Բայց եթե դու դա չանեք, երբևիցե ձեր մոտ օրինակ հրթիռ չի ստեղծվի։ Հրթիռ օրինակ բարդ համակարգ է, բավական բարդ համակարգ է եւ ժամանակակից հրթիռները բարդ են ի թիվս այլս, որովհետեւ օրինակ վառելիքը, որ իրանք օգտագործում են, այդ մեր պատկերացած բենզինը կամ կերոսինը չի։ Այդ հատուկ որպես կանոն պինդ վառելիք է, բաղկացած բազմաթիվ կոմպոնենտներից, որոնց մեծ մասը Հայաստանում նույնիսկ չի արտադրվում։ Եթե դուք ուզում եք հրթիռ ստեղծեք Հայաստանում, ձեզ պետք է այդ բոլոր կոմպոնենտները բերել, այդ բոլոր կամ տեղում արտադրել։ Եվ դա հսկայական կամ ներդրումներ են պահանջում, կամ միջպետական հարաբերություններ, որպեսզի ձեզ այդ կոմպոնենտները տան։ Եթե դուք հարցում եք ինչա պետք է, առաջի բանից մեկը սկսեք հրթիռային ծրագիր իրականացնել, որպեսզի Հայաստանը կարողանա սեփական հրթիռներ արտադրել։ Հիշում եք այն պատմությունը, որ ինքնաթիռները կործանիչ գնվել են, իսկ հրթիռ չունեին։ այո։ Եվ արդյունքում 44 օրյա պատերազմում այդ ինքնաթիռները դեկորացիայի պես կանգնեցին բան Գյումրիի օդանավակայանում, հա, ոչ մի օգուտ չտվեցին, որտեղ հրթիռ չունեին։ Բայց ով ասում որ չես կարող այդ հրթիռը արտադրես։ Պետք է խնդիր դնես։ Թուրքիան մեր հարևան հրթիռներել է արտադրում, կառավարող ռումբերել է արտադրում եւ շատ մեծ սպեկտրով ամեն անգամ երբ որ ես գնում եմ ռազմաարդյունաբերական ցուցահանդեսների տեսնում եմ ինձ սարսափ է պատում բարի բուն իմաստով ասում վաղես դիբիլը մեր գլխին անգնելու Հա, բայց դες հիմա կասեն, դե լավ, պարոն Չալաբյան, եկեք չամենով Թուրքիայի հետ, իրանց բյուջետային կարողությունները, բնակչության 80 միլիոնը եւ այլն, այսինքն կասեն եկեք համեմատվենք Սլովակիայի, Սերբիայի կամ Չեխիայի հետ։ Եկեք համեմատվենք։ Իրանցից ցանկացածը բավական լուրջ ռազմաարդյունաբերական կարողություն ունի, շատ լուրջ։ Հայաստանը Սերբիայից էլ է գնում, իդեպ Սերբիայից էլ է գնում սպառազինություն, Չեխիայից էլ է փորձում գնել եւ այլն։ Ով ասում որ մենք չպետք է անենք, իսկ եկեք Իսրայելի հետ համատվենք։ Իսրայելը տարեկան մեզանից 3 անգամ մեծ բնակչություն ունի ընդհանրապես։ Տարեկան մի քանի միլիարդ դոլարի, 7-8 միլիարդ դոլարի ռազմաարդյունաբերական արտահանում ունի։ Արտահանում, ոչ թե արտադրանք։ Մեն արտահանում, ել չենք հաշվում իրանց ինչքան է զինում։ Բայց չպետք է մենք այդ խնդիրը չդրենք։ Այ որ ասում եք արագ խնդիրներից, նույնիսկ եմ ասում, արագ խնդիրներից մեկն է։ Մի հատ էլ արագ խնդիր ասեմ, քիչ ոլորտի։ Տեսեք, օրինակ ասում ենք, որ կրթական ոլորտում շատ երկար է ժամանակը։ Նայած ինչն է շատ երկար։ Եթե վերցնում եք դպրոցական կրթությունը, ամբողջ կրթական ցիկլը, այո։ Բայց ունեք բարձ հարց կա, որը մենք այս ընթացքում ուսումնասիրել ենք, եկել ենք այն գիտակցության, որ այդ հարցը իհարկե մի տարում չէ լուծում, քիչ ավելի երկար, բայց արագ լուծվող հարց է։ Մեր պետական բուհերում ուսանողների 80%-ը սովորում են վճարովի տեղերով։ Այդ վճարովի տեղերում, որպես իրանք այդ վճարը տան, կամ ընտանիքի հետ միջոցները պետք է ունենա, որը որոշ դեպքերում տենց է, կամ այդ միջոցները ուսանողը պետք է աշխատի։ Ինքը պետք է աշխատի։ Հիմա եթե ուսանողը ինքը աշխատում է, այդ ժամանակը գնում է իր սովորելուց։ Արդյունքում իր կրթության որակը ընկնում է, որովհետև ինքը բավարար ժամանակ ռեսուրս չի կարողանում հատկացնել կրթությանը։ Հիմա եթե այդ ուսանողի կրթությունը պետությունը վճարի, գոնե լավ սովորողների կրթությունը պետությունը վճարի սկզբից, հետո աշճանաբար ընդարձակի։ Այդ ուսանողը աշխատելու կարիք չի ունենա կամ այդ չափով աշխատելու կարիք չի ունենա։ Ավելի շատ ժամանակ կարողանա հատկացնել իր կրթությանը։ Բակալավրիատն էլ 3-4 տարի է։ Արդյունքում դու 3-4 տարվա հեռանկարում կարող եք ունենալ կրթական որակի
ոչ արմատական, բայց շոշափելի բարելավում։ Խնդիրը պետք է լուծել, իհարկե պետք է լուծել։ Այսինքն սա էլ եք դուք դիտարկում անվտանգային, հա, պոտենցիալ ռազմավարության մեջ։ Անպայման, որովհետև նույնիսկ եմ ասում, պատկերացեք, ասենք մարդը 4 տարի հատկացրել է բան սովորելուն, բայց այդ 4 տարվա մեծ մասը գնացել նա, որ ինքը ինչ-որ միտեղ առաքիչ է աշխատում, կամ մատուցող է աշխատում, կամ վաճառող է աշխատում, այսինքն այն մասնագիտությունները, որոնք սովորաբար ուսանողներին հասանել են։ Ժամանակը գնում է դրա վրա, ինքը որակյալ կրթություն չի ստանում եւ դա անդրադառնում է իր ամբողջ հետագա կյանքի եւ կարիերայի վրա, բայց դա նաեւ անդրադառնում է մեր դիմադրողականության վրա, որովհետեւ մենք արդյունքում ստանում ենք ոչ թե լավ կրթված մարդիկ, այլ կիսատ կրթված մարդիկ ենք ստանում։ Կարող ենք լուծել այդ խնդիրը, իհարկե կարող ենք եւ բաց դրանց գնահատել ենք, որ դա այդքան մեծ փող չի, տարեկան մոտավորապես 30 միլիարդ դրամի չափով գումար է պահանջում, որը նկատի ունեցեք մեր պետական բյուջեի 1%-ից էլ քիչ է։ Իսկ սենց մի հարց, ռազմավարության կամ դե լավ հայեցեք կարգի տեսլականի մեջ անդրադարձ արել եք ներհասարակական փոխհարաբերությունների տարբեր խմբերի միջև, խոսքը գնում է այն հատուկ գեներացվող ատելության, սենց ասենք, հա, որը մենք ունենք հասարակության մեջ եւ միջև պայմանական հասարակությունը ընդհանուր տեսլական չունենա, գոնե մի հարցի շուրջ, որտեղ մենք հիմա այդ մի հարց չկա, որտեղ բոլորը համախմբված են։ Բոլորը չկա, իրականում չկա։ Կա ուշադրություն դարձնել եք դրան։ Ես նկատում եմ, որ դուք շարունակում եք ռազմավարություն անվանել են, ինչ որ ես անվանում եմ հայեցակարգ։ Չէ, որովհետև գիտեք, այստեղ խնդիրը նրանում է, դուք մասնագիտական առումով եք մոտենում, հասկանում եմ, մասնագետի համար միշտ ասենց արտահայտություն կա, ականջը քերում է ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, բայց ռազմավարություն գրող չեմ։ Դե լավ, տեսլական ասենք։ Չէ, իսկապես հայեցակարգը ճիշտ բառ է, բայց նայեք, ընդհանրապես ասած, մեր հայեցակարգը հենց դրանից է սկսում։ Հենց դրանից է սկսում։ Իսկ ներհանրային համերաշխություն։ Ներհանրային համերաշխություն եւ մի երկու բառ դրա մասին ասեմ։ Տեսեք, եթե հասարակությունը համախմբված չի արտաքին վտանգին դիմագրավելու մեծ գեր նպատակի շուրջը, ինքը մեծ հաշվով, ինչ ուզում ես ար, ուզում ես զենք առ, ուզում ես կրթության որակը բարձրացրա, ուզում ես դիվանագիտական տարբեր պայմանագրեր կնքի, ինչ ուզում ես արա։ Պարակտված հասարակությունը ի սկզբանե խոցելի է դատապարտված է պարտության։ Վերադառնանք մի հատ նորից Իրանի պատերազմի օրինակին։ Հիշեք, պատերազմից առաջ ինչ եղավ։ Փորձեցին պարակտել հասարակությունը։ Փորձեցին դրսից։ Չստացվեց, որովհետև իշխանությունը ցույց տվեց, որ ինքը պատրաստ է նույնիսկ արյուն հեղի, բայց թույլ չտա, որպեսզի երկիրը ներսից տրովի։ Հիմա պատերազմի ռազմական գործողությունների լուրջ նպատակներից մեկը այդ պարակտումը հետ վերադարձնելն է։ Եթե օրինակ Միացյալ Նահանգներն եւ Իսրայելին հաջողվի պարակտումը հետ վերադարձնել, Իրանը ինչքան ուզում է լավ հրթիռներ ունենա, ներսից կճեղքվի այդ երկիրը։ Ամենայն հավանականությամբ գործող վարչակարգ կիշխանազրկվի եւ այլն եւ այլն։ Դա հիմա հակառակ process-ը գնում, համախմբում է անդերգրաունդ։ Իհարկե։ Դա եւ այդ համախմբումը եւ մինչեւ համախմբումը եղա տեղ ունեցած պարակտումը եւ ամբողջն հսկայական ջանքը, որ Իրանի հակառակորդները դնում են դրա վրա, ցույց է տալի թե ինչքան կարեւոր է եւ հասարակության համախմբվածությունը դիմականության համար եւ ընդհակառակը պարակտում այդ հասարակությանը հաղթելու համար հասկանալի է հիմա մեր տեսանկյունից ուստի ընդհանրապես ցանկացած ազգային անվտանգության հայեցակարգ թե ռազմավարություն սկսում է հանրային համերաշխությունից այստեղ կարևոր է շատ հետեւյալ հասկանալ որ դեպքում է հնարավոր հանրային համերաշխություն որ դեպքում որտեղ հանրային համերաշխությունը ինքը եւս այսպես ասած տես նուրբ մատերիա է որ դու պետք է կարողանաս փայփայել երկու բան աստեղ շատ կարևոր Առաջինը հասարակությունը պետք է գերիշխի սոցիալական արդարությունը եւ իրավունքի գերակայությունը։ Այն հասարակությունը, որում հասարակության շարքային անդամը իրան ճնշված ազգում, ճնշված, ստորացված, անարդարություն ազգում, այդ հասարակությունը ինչքան ուզում ես համախմբի, չի համախմբվելու։ Դա բնական է, այսինքն մենք տեսնում ենք իդեպ, որ ամենատենց համախմբված հասարակությունները Եվրոպայի այն հասարակություններն են, որտեղ շատ բարձր է սոցիալական ապահովության մակարդակը, շատ բարձր ներքին ժողովրդավարությունը, չկա ընտրությունների կեղծում, օրենքների զգալի մասը ընդունվում են ընդհանրապես հանրակրվեներով են ընդունվում։ Դրա օրինակներն են Շվեյցարիան, Դանիան, Շվեդիան, Նորվեգիան եւ այլն։ Այսինքն այն երկրները, որոնք ոչ միայն պարզապես բարեկեցիկ են, բայց նաեւ հանրային արդյունքի զգալի մասը պետությունը վերաբաշխում է հարուստներից աղքատներին, որովհետեւ հանրային համերաշխություն ապահովի սոցիալական արդարության բազայի վրա։ Եվ կա երկրորդ կարևոր բանը։ Օրինակ տեսեք, հակառակ օրինակը ցած ասեմ,
Միացյալ Նահանգներում դու զգում ես, որ հանրային համերաշխություն չկա, ընդհակառակը շատ սուր են հանրային հակասությունները այդ երկրում, շատ սուր։ Եվ եթե նաև մենք կողմերը քաղաքականության հանրապետականները եւ դեմոկրատներ, հա, դու տեսնում ես, որ իրանց միջև էլ, ասենք, բանը հարաբերությունները, հա մի կողմից ցիվիլ են, ասենք, իրար չեն ծեծում, բան եւ այլն, ոնց որ օրինակ Թուրքիայի խորհրդարանում, բայց շատ լարված են, ցանկացած քննարկում շատ լուրջ լարվածության է հասնում, մեղադրանքները շատ լուրջ են։ Քանի անգամ արդեն մենք տեսել ենք, որ օրինակ դեմոկրատները չեն երկարացնում բյուջետային ֆինանսավորումը պետական հաստատությունների, արդյունքում տեղի ունենում այսպես կոչված shutdown, այսինքն պետական կառույցների զգալի մասը չստանալով ֆինանսավորում կանգնում է, մարդիկ պարզապես աշխատանքի չեն գնում։ Ու այ դա օրինակ է։ Եվ հիմա եկեք մի հատ հասկանանք, իսկ Ամերիկան ո՞նց է։ Ամերիկան շատ հարուստ երկիր է, Ամերիկան ավելի հարուստ է, քան թե եվրոպական երկրների ճնշող մեծամասնությունը։ Բայց այնտեղ սոցիալական արդարության խնդիր երբևիցե չի դրվել։ Այդ երկիրը միշտ եղել է ոչ թե սոցիալական արդարության համերաշխության երկիր, այլ հնարավորությունների երկիր։ Ուժեղած գնա հնարավորությունը ստացի։ Թույլ ես ոչ մեկ քո մասին առանձնապես չի մտածում։ Հիմա մի քիչ ավելի հարթվել է աստիճանաբար, բայց հենց այդ Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի տարբերությունը ցույց է տալիս, որ դեպքում դուք կունենաք հանրային համերաշխություն, իսկ որ դեպքում չեք ունենա։ Հիմա Հայաստանը ընդհանրապես ասած անկախությունից հետո գնացել է Միացյալ Նահանգների ճանապարհով։ Վայրի կապիտալիզմի ճանապարհով է գնացել, երբ որ փոքր քանակության մարդիկ հարստացել են եւ հարստության հետ միասին նաեւ ձեռքբերել մեծ ազդեցություն, մեծ իշխանություն, իսկ հասարակության մեծ մասը զուրկ այդ բարիկներից եղել եւ այդ լարվածությունը անընդհատ բերել է նրան, որ մենք մեր հասարակության մեջ ունենք պարարտ հող ոչ համերաշխության համար։ Այդ սերմերը ատելության ընկնում են պարարտ հողի վրա շատ հեշտ ծիլ են տալի։ Ես մի հատ օրինակ ձեզ բերեմ, կնեք մի քիչ երկար եմ խոսում։ Խնդրեմ։ Անցած տարի դուք հիշում եք, թե ինչպես այսպես ասած վեկտորը ատելության ուղղվեց եկեղեցու դեմ։ Հա մինչև այդ նախկին իշխանությունների դեմ եւ այլն ուղղվեց եկեղեցու դեմ։ Հիմա ես հիշում եմ դեկտեմբերի 18-ին մենք գտնվում ենք Մայրաթորում, կանգնած էր մի կողմից մեր կողմը եկեղեցու պաշտպանության, մյուս կողմից այն հակառակ կողմը, հա, բարձա որ մեր կողմը մի քանի անգամ ավելի մեծաթիվ էր, փառք Աստծո։ Բայց այն կողմից այդ աղմուկ հանողները, նրանք, որոնք փորձում էին Մայրաթորի դռները ջարդել, ներխուժել կաթողիկոսին վնաս տալ բան, ես օրինակ մտածում եմ, այս մարդիկ ինչով են մտածում։ Ինչ եք ուզում կաթողիկոսից, ինչ հարել ձեզ կաթողիկոսը կոնկրետ։ Ձեզ կոնկրետ չի հարստահարել, հա, ձեզ այնց ոչ մեկին անձնապես ոչ մի վնաս չի տվել, չէ՞ այդ մարդը։ Այդ այն դեպքը չի էլի, որ ասենք, չգիտեմ, մեկից տուն ա խլել, մեկից փող ա խլել, մեկից գործ ա խլել, ոչ մեկիդ ոչ մի անձնական վնաս չի տվել այդ մարդը։ Բայց միևնույնն է, այնտեղ կային մարդիկ, որոնք իրանց մեջ այդ ատելության լիցքը կրում են, ինչի, որովհետև ընդհանուր այս սոցիալական բանը դժգոհություն է։ Հնարավորություն է տալիս մանիպուլյատորներին այդ սոցիալական դժգոհությունը ցանկացած ուղղությամբ ուղղորդել, ցանկացած։ Վաղը կասեն Արման Աբովյանն է, բանը մեր թշնամին։ Կգանք ձեր վրա կհարցակվեն, կասեն Ավետիք Չալեբյանն է մեր թշնամին։ Կգան ին վրա կհարցակվեն։ Մենք բարբերաբար ապրում ենք այդպիսի բաներ։ Չէ, ուզում ասեմ, բայց խնդիրը այդ է, որ պարարտ հող կա այդ դժգոհության, որը կուտակվել է անկախության բոլոր 35 տարիների ընթացքում։ Հասկացա։ Մենք պետք է գիտակցենք, որ այդ դժգոհությունը պետք է նվազեցնել, բայց դա խոսք Այ ինչպես։ ասեցի արդեն ոնց։ Մենք պետք է կարողանանք սոցիալական արդարության զգացողությունը հասարակության մեջ վերականգնենք։ Չի կարող լինել մի հատ իրավիճակ, երբ որ մի կողմից կան մարդիկ, որոնք ոչ միայն մեծ գումարներ են վաստակում, այլև հարկեր չեն վճարում այդ մեծ գումարներից։ Իսկ մյուս կողմից մարդիկ են, որոնք 36000 դրամ թոշակ են ստանում, բացարձակ անուշադրության են մատնված, պետությունը մի հատ էլ գալիս է իրենց ասում գույքը հարկը վճարի, չվճարես տունը ծախի թող գնա աստեղից, ասում են չի կարող տես լինել։ Դա բերում է անընդհատ այդ լարվածության ֆոնի պահպանմանը։ Չի կարող տես լինել։ Ամենապարզ բանն է, որ 36000 թոշակը չպետք է լինի 36000, պետք է լինի գոնե մի 70000, որտեվ դա նվազագույն սպառողական զամբյուղը։ Պարզ բանից մեկն է, որ եթե դու թոշակառու ես ուրիշ եկամուտ չունես, քեզ գույք հարկի զեղչ պետք է տան եւ այլն, կարող ենք այդպես անընդհատ շարունակել։ Տեսեք, ժամանակը սրընթալից անցավ, սրընթաց։ Եվ այստեղ շատ կարևոր է ընդգծել հետևյալը, որ տեսեք, անվտանգային ռազմավարությունը, որը դուք ներկայացրեցիք, ինքը ռազմավարությունը չէ, տեսլական ներողություն։ Ինքը ասում է հետևյալը, որ ըստ էության մենք ունենք երկու կարևորագույն խնդիր։ Դա հանրության հետ լայն ամենալայն շրջանակների հետ դուրս գալ դիալոգի։ Ճիշտ եմ հասկանում։ Այո, իհարկե, այո։ Եվ երկրորդը
ստեղծել պայմաններ, երբ որ դիալոգը, հա, արդյունքը հասնելուց հետո հանրությունը, ժողովուրդը, ազգը կնայի մի ուղղությամբ, ճիշտ եմ հասկանում։ То есть սա է, հա, հիմնական ֆունդամենտը, մնացածը արդեն ճարտարապետություն։ Այո։ Իսկ որ ուղղությամբ։ Մեր ուղղությունը, այն ինչ որ մենք դրել ենք այս ամեն ինչի հիմքում, դա հարատև հայկական պետությունն է։ Հարատև հայկական պետությունը դա այն պետությունն է, որ մեր հայրիս շահերն ապահովում։ Որն է մեր շահը, իմ ու ձեր շահը, որն է։ Որպեսզի մենք կարողանանք ստեղծել, որպեսզի մենք մեր ստեղծածին կարողանանք տեր կանգնել, որպեսզի մեր ստեղծածից օգտվեն մեր երեխաները, որպեսզի մենք իդեպ լինելով ինչ-որ իմաստով նաև արժանապատիվ, նախաձեռնող, ձգտող մարդիկ կարողանանք մեր կյանքով, մեր աշխատանքով, մեր ստեղծագործությամբ նաև գերազանցության հասնենք։ Մրցենք ամբողջ աշխարհի հետ։ Մենք հայերս ուզում ենք մրցենք ամբողջ աշխարհի հետ։ Մեր մրցակցության թիրախը թուրքն ու ադրբեջանցին չէ։ Ուզում ենք մրցենք ամբողջ աշխարհի հետ, ուզում ենք աշխարհի մասշտաբով լավագույնը լինենք, ուզում ենք լինենք Վիկտոր Համբարձումյանների, Մերգելյանների, Յուրի Վարդանյանների ազգ ենք ուզում, չէ՞ լինենք։ Այդ է մեր նպատակը։ Մենք պետք է ունենանք պետություն, որը արագ է զարգանում, որը անվտանգ է, որ մեզ բոլորիս հնարավորություն է տալիս։ Այն նրանց, ովքեր այդ հնարավորությունից չեն կարող օգտվել, նրանց էլ չի անտեսում։ Նրանց էլ է հնարավորություն տալիս գոնե իրանց նվազագույնը ապահովել։ Այդ է այն ուղղությունը, որ մենք պատկերացնում ենք։ Այն ուղղությունը, որում մեզանից յուրաքանչյուրը իր հնարավորությունները կարողանում է իրացնել եւ արժանապատիվ, երջանիկ կարողանում է ապրել սեփական հայրենիքում։ Իդեպ է շատ կարևոր այն չի, որովհետեւ մեզանից յուրաքանչյուրը իր հայրենիքից դուրս մեծ հաշվով կարող է տեղ գտնել ու արժանապատիվ ապրել։ Ես ինքս 20 տարի հայրենիքից դուրս եմ ապրել ու արժանապատիվ կյանքով եմ ապրել։ Ստեղծել եմ, արարել եմ, հարգանք պատիվ եմ վաստակել եւ այլն։ Բայց միշտ մտածել եմ, որ ոտից տակ հայրենիքից հողը չի։ Եվ արածից մեծ մասը ուղղակի իմաստազրկվում է դրա պատճառով։ Դե համար այն ինչ որ անում ես ավելի լավ է հայրենիքումը տանես, 1000 անգամ ավելի լավ է հայրենիքումը տանես, որովհետեւ հայրենիքը տա, որտեղ տեղի ունենում քո ազգային կապիտալի կուտակումը, քո ուժի կուտակումը, քո մշակույթի ինքնության կուտակումը։ Այդ ամեն ինչը մենակ ստեղ կարող ենք անել։ Այդ է այն ուղղությունը, որի վրա մենք նայում ենք։ Շնորհակալություն, շնորհակալություն պարոն Չալաբյան։ Իրականում սա փիլիսոփայական զրույց չէր այսօրվա մեր զրույցին, շատ կիրառական էր եւ այո, եթե չկա ընդհանուր տեսլական, եթե չկա ընդհանուր, գիտեք ոնց մի ռուսերեն բառ կա ուռավնիլովկա, խնդիրը ուռավնիլովկայի մեջ չի, համահարթեցում, այո, խնդիրը նրանում չի բոլորս մի ձև մտածեն կամ բոլորս հա ուրիշ ալտերնատիվ մտքեր չունենք, ոչ, բայց ես ավելի քան համոզված եմ, որ պետք է լինի ընդհանուր նպատակ եւ այդ նպատակը չի կարող լինել լինենք բոլորս չաղու բախտավոր, դա նպատակ չի։ Դա նպատակ չի, որովհետև նույն հա Չալաբյանի խոսքերը կրկնելով չաղու բախտավոր կարաս լնես նաև դուրս։ Որտեղ ասես։ Որտեղ ասես, բացի դրանից կներեք էլի Մասլովի հիերարխիայում հայտնի։ Մասլովը Ես էլ ձեզ ուղղեմ Մասլոու։ Մասլոուի։ Սենց իրա ուղղելով գնում ենք։ Այո, Մասլոուի հիերարխիայում չաղն բախտավոր այն ամենացածր մակարդակն է։ Ամենացածր մակարդակն է։ Խուսափելի լափումը։ Հա, եւ եթե դու ինչ-որ բայց մտածում ես, ինչպես ես քեզ իրացնում, ինչպես ես քեզ ակտուալիզացնում, ինչպես ես ինքնություն ձևավորում, ինչպես ես հետք թողում պատմության մեջ եւ այլն։ Ալեքսանդր Մակեդոնացին ոչ չաղեր, ոչ էլ բախտավոր էր, շատ դժբախտ էր դեպել իր կյանքով։ Բայց հենց մի հատ եկեք նայենք, անցել է 2300 տարի, բոլորիս խոսույթի մեջ ինքը անընդհատ կա, չէ՞, որովհետեւ մեծ խնդիրներ են մարդիկ լուծում։ Եվ մենք էլ իսկապես պետք է մեծ խնդիրների հետևից գնանք։ Շնորհակալություն պարոն Չալաբյան, հիշեցնեմ ձեզ հարգելի ռադիոլսողներ, որ այսօր հայակֆե շարժման, համահայկական ազգային շարժման համակարգող Ավետիքներ Չալաբյան, ցավոք չհասցրեցինք խոսենք ներհայկական գործընթացների մասին, չհասցրեցինք քաղաքական այն ելևեժների, կարծում եմ մոտակա ժամանակ կրկին կհանդիպենք, մի ամսից հանդիպել եւ շարունակենք։ Հա, ասենց ավելի հանգամանալից, ավելի խորացված, որովհետեւ այնիշ կատարում է հայկական ներքաղաքական դաշտում պահանջում է նվազագույնը, այո, խորքային վերլուծություն, որքան էլ տարօրինակ սա չհնչի։ Ժորժն, իրականում դա այդպես է։ Շնորհակալություն պարոն Չալաբյան, շնորհակալություն, դե ինչ, հարգելի ռադիոլսողներ, կհանդիպենք հաջորդ անգամ Աբովյան թայմի եթերում եւ այո,
օրերը գնալով թեժանում են։ Ախ, սափելրեն։ Շնորհակալ եմ մերուն կնդիրներին, ձեզ էլ եմ շատ շնորհակալ։ Եթերում Abovyan Time-ներ եւ ես Արման Abovyan-ը կհանդիպենք հաջորդ անգամ։